Բարի երեկո։ Դուք դիտում եք Կիրակնորյա հորիզոնը։ Այս շաբաթ մեր ժողովուրդը 99-րդ անգամ նշեց ապրիլի 24-ը։ Ոչ միայն մեր ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհում այն մարդիկ, որոնք հասկանում են, ինչպես ցանկացած հանցագործություն, հայերի ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի։ Եվ դա կլինի նման հանցագործությունների չկրկնվելու գլխավոր երաշխիքը։ Այս տասնամյակների ընթացքում Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքը ցեղասպանության նկատմամբ չի փոխվել, ինչպես ժխտում էին, այդպես էլ շարունակում են ժխտել ի հեճուկս բոլոր տեսակի ցավակցությունների։ Բայց փոխվել է աշխարհը, եւ դրանում իրենց դերն են խաղացել այն հայորդիները, որոնք 70-80-ական թվականներին իրենց գործողություններով փորձում էին արթնացնել աշխարհի խիղճը։ Անկախ նրանից, թե ինչպես են այդ գործողությունները գնահատվում այսօրվա իրողությունների լույսի տակ, այն պատմական ժամանակահատվածի տեսանկյունից, դրանք ընկալվում են որպես արդար ընդվզում։ Ալեք Ենիգոմշյան ծնվել է Լիբանանում, հասալայի նախկին անդամ։ 1980 թվականի հոկտեմբերի 3-ին 25 տարեկանում Սյուզի Մեսերաջյանի հետ մասնակցել է Ժնևի թուրքական հյուպատոսարանի ռմբակոծմանը։ Գրնակի պայթյունից կուրացել է եւ կորցրել ձախ ձեռքը։ Նրա բանտարկությունից հետո Ասալան ակտիվացրեց իր գործողությունները, պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում։ Մերձավոր Արևելքում եւ հատկապես Լիբանանում հայ լինելու գիտակցության խնդիր, որպես այդպեսին չի դրվել, Եղերնի վգաներից շատ եմ տպավորվել, ոգիս արեգոծում էին եւ ես գիտեի, որ իմ ավական կյանքը նմանօրինակ ուղիով պիտի լինի։ 1965-ը ցեղասպանության 50-ամյակը ցնցում առաջացրեց հայերի մեջ, այն առումով, որ 50 տարի անցել է ցեղասպանության վրա եւ ոչ մի բան չի փոխվել։ Դա նաև ներքին ինքնակնդատառության դուր բացեց եւ երիտասարդները հատկապես սկսեցին ակտիվանալ, արտնացնում էր այն միտքը, որ ի վերջո սա է ճանապարհը։ Ասալայում իմ լինելը ոչ ոքի հայտնի չէ։ Ցանկացած կենտրոնական էակի բնաստային նախընտրությունը պիտի լինի անվտանգ եւ անվնաս դուրս գալ, բայց եթե կա անհրաժեշտություն, զորապերումներ պիտի լինեն եւ դու ինքդ անցդ պատրաստ պիտի լինես։ Ես պատրաստ եմ եղել այդ գործողության գնալու, ինչպես նաեւ այլ գործողությունների գնալու հյուպատոսարանի դեմ ռումբի պայթեցումներ լինելու։ Գալիս էինք ապացուցելու, որ դուք շատ սխալվում եք, եթե կարծում եք, որ հայերի հետ այլևս հաշիվ չունեք, սրանով մենք ասում ենք, որ մենք կանք եւ դուք դեռևս հաշիվ ունեք տալու մեզ հետ։ Ինչն է, որ պիտի առաջնորդի երիտասարդին գնալ, հենց այդ գիտակցությունն է։ Եթե կա գիտակցությունը, դու կգնաս այդ քայլին։ Հիվանդանոցի նգուղում կար բանդային հիվանդանոցի բաժին։ Իմ սենյակի դրան առջև օրը 24 ժամ ոստիկաններ էին, ավտոմատներով ոստիկաններ էին բահակ կանգնում, որովհետև ես համարվում էի տերորիստ։ Եթե մեզնից մի քանիսը դեպքերի բերումով այսօր ճանաչված են, իմ բարակայում, ուրիշ ընկերների բարակայում, որոնք ձերբակալվել են եւ բանտարկվել են, իրենց անունով նկարներով հայտնի են, կամ նաեւ նրանք եւ քիչ չեն նրանք, ովքեր գործողություններ իրականացրել են եւ իրենց հաջողվել է անվտանգ դուրս գալ այդ իրավիճակից եւ անհայտ մնալ։ Մարտիրոս Ժանկոչյան ծնվել է Լիբանանում, Ասալայի նախկին անդամ։ 1981 թվականի հունիսին 21 տարեկանում Ժնևում գնդակահարել է թուրք դիվանագետի, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, 10 տարի անցկացրել է բանտում։ Հետո Վազգեն Սարգսյանի օգնությամբ տեղափոխվել է Հայաստան, Մոնտե Մերկոնյանի հետ մասնակցել է Արցախի ազատամարտին։ 6 տարեկանի բացատրում է տալիս, հա, սա մեր հողը չէ, բայց եկեղեցի է բանա, ես ասում դու որտեղ եկա, եթե մեր հողը չէ, բան, տատիկս ինձ բացատրեց։
այդ տեղի մեջ արտնացավ այդ ամեն ինչը։ Կնշենք ապի 24-ը, բայց սուքի բեսեր, սուք էին անում մարդիկ բան, գիտեն ցեղասպանություն, բայց ոչ մի ամուք չէին կարծացել։ 67-ից հետո արդեն բանջարական հարց տրվավ։ Լիբանանի պատերազմը սկսավ։ Այդ Լիբանանի պատերազմը մեզի համար ոնց էր ասած դուր բացավ, ասենք ազգային ազատագրական պայքարի նախքան ասալան թե մենք կայինք սիրտասարտական խումբերը բաները եւ մենք շատ աչքի ենք ինգած հետո։ Մի օր իմ ընկերներից մեկը ինձ առաջարկեց, արդեն ինքը ասել է, ոնց որ երաշխիքը ինքն էր, արդեն անդամակրվեցի եւ գնացի պատրաստման ճամբարներ, ամեն ինչ էլ սովորում ենք, ոնց որ բանակային, բանակի մեջ չի։ Գործողությունը որոշվեց Լիբանանից եւ հանձնվեց այն ժամանակ Մոնտե Մելքոնյանին։ Միասին քննարկեցինք ոնց կտարվի գործողությունը եւ որտեղ ինչա։ Ժնև գործողությունից 6 օր առաջ եմ ասել։ Եվ այնտեղ ես սկսել եմ հայտարարել ինչ որ զենքինամթերքը բանը եւ դրանքը մարդը հետախուզությունը ամեն ինչ արել եմ, միրակ եմ արել այդ ամենը։ Եվ իմ թիրախս եղավ Շվեյցարիայի Ժնև քաղաքում կոնսուլատի աշխատող Մամադ Երկուզը։ Ինքը լրտեսություն էր կազմակերպում եւ հետախուզություն քուրդերի դեմ, քանի թուրքերը շատ են ակտիվ, եւ հայերի։ Ես հերվից հետևում այդ ամեն ինչին ընդդեմ։ Ես որ հետևեցի մի օր ինքը տիկնազորի հետ էր եւ եկա կանգնա իրենց մոտ են, որ զեբրա փողոցով էր անցնելու, ես Մամադը պատտեց, նայեց ինձ եւ ասեց որ տիկնազորին թողեք նրան, նա երեխա է, դրանից բան դուրս չի գա։ Ես այդ օրը զինված չէի։ Ես մենակ հետախուզական եմ գնալ, զինված չէի այդ օրը։ Եթե զինված լինեի, ես 3-ին խփելու եմ։ 2 օր հետո ես իրեն բռնեցի այդ նույն դերը, այդ նույն խոստացած տեղը։ Իրեն նայեցա ժպտացի, այս մարդը քույնը փոխեց, սավ սպրտնել։ Այն ժամանակ ես կրակեցի իր վրա։ 3 բան փշտով, մեկը գլխին, սիրտին եւ ուսին։ Մյուս խոսքով խաչել է իրեն։ Եվ դերի վրա ինքը մահացավ։ Դադիգս վգա ասելով ցեղասպանությունից փրկված վգա եկած է դատարան։ Իբրև վգա ոչ թե ինձ պաշտպանելու, դատավորը հարց տվավ, տիկին ասեց ձեր թորնիկը այսպես առարկա, ասեց մեր ընտանիքի վրեժները եւ պատիվը։ Դադիգս ինձի փոքր ժամանակ է շատ փոքր է, որ ինձ լողացնում էր։ Դադիգս մարմնի վրա ծակ կար։ Դադիգս մեջքից ծախոսից խփել էին հրացանի արջևի տանագու։ Գործից էր դուրս եկել գրծքի տակից եւ գրծքի տակը ծավ ուներ, որ հետ են քաշել, միսը հետ է եկել այսպես եւ գցել են թիակները վրա, իմանալով որ մահացած կլինի։ Ինքը ողջ էր մնացել։ Եվ ինձ որ լողացնում էր ինքը, այդ ծագին ես ասում եմ, նենե ասում է, ես ինձ ծագ է, դադիգս ասում, օղլում գսե, տղաս գսե, մեծանաս կեզ գբակմեն գսե, այդ ինչից է եղել այսպես։ Ինձ դատապարտեցին 15 տարի ազատազրկման, իհարկե պրոկուրատորը ինքը ավելի էր ուզում էր ամենից ամենաբաժել ծմա դիվանագիտական գիտական կորպուսը Թուրքիայի ոչնչացավ։ Ոչ մեկի չէր ուզում դիվանագետ դառնալ։ Մտածում եմ, ասել դիվան դառնամ հայերը խփում են։ Ինչ է, դրա համար չեն գնում դիվանագետ դառնալ։ Մինչև այսօր նույնիսկ իրենք վախի մեջ են։ Վազգեն Սիսլյան ծնվել է Լիբանանում, հասալային նախկին անդամ։ 1981 թվականին 25 տարեկանում ղեկավարել է Փարիզում թուրքական դեսպանատան գրավման գործողությունը։ Վազգեն Սիսլյանի խումբը 16 ժամ պատանդ է պահել թուրքական դեսպանատան ամբողջ անձնակազմը։ Այս գործողությունը հայտնիներից մեկն է Ասալայի պատմության ընթացքում։ Վազգեն Սիսլյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։
բանտարկությունից մի քանի տարի անց տեղափոխվել է Հայաստան եւ մասնակցել Արցախյան ազատամարտին։ Ամեն հայ իր ծնված օրեն պիտի հասկանա, որ հայը պրոբլեմ ունի, ու ամեն մեկը մտածե իր հնարավորության սահմանների մեջ այդ հարցը լուծելու խնդրին գնա։ Եկավ առաջի առիթը Լիբանանի պատերազմը, հայկական թաղամասերի պաշտպանությունը, հենց այդ պատերազմի ընթացքում էր 75-ին էր, որ Գախնի բանակը ծնունդ առավ, որին ես ընդհանրապես ծանոթ չէի, ինչպես շատ հայեր։ Մի քանի տարի հետո կամաց համագիրների շարքի մեջ անցա, հետո բարձրացավ, որ իմ երրորդ եղբայրն էլ մեր ընկերներից է։ Բարձր որ ինչքան հարազատների 10-ից այդքան պիտի նվնվան։ Դունը այդքան զենք էի բաղում բան էի անում, ոչ մեկ չէր իմանում։ Իմացան, որ Վազգենը Գախնի բանակի անդամ է։ Որոշ ժամանակ աշխատել են հետ, առաջարկ եղավ ղեկավարության կողմեն, որ արդեն որակական տարբեր ծևի գործողության պետք է դիմենք, ոչ թե դուք տեսպան դիվանակ հետ սպանել կամ ինչ-որ տեղ բայթեցնել, այլ քրավում։ Սա նշանակում է կարելի ասել 99%-ով մահվան գնալ։ Ոչ թե կոնկրետ հիպատոսարանը քրավելու խնդիրել, այլ կամ թուրքական Փարիզում թուրքական մշակութային կենտրոնը կամ տեսպանադունը կամ հիպատոսարանը։ Մշակութային կենտրոնը քրավել է նշանակում է, որ պիտի ընդունենք, որ այդ թուրքերը մշակույթ ունեն, ինչը որ չեն ընդունում։ Կազմակերպության կողմեն համաձայնեցված որոշվեց հիպատոսարանը, որպես խնդիր ղեկավար առաջինը ես քննացի Ֆրանսիա, զինված հարձակում էր, ունենք բայթուցիկ նյութեր, պիտի մտնենք, մեր խնդիրը քրավում էր այնտեղի, ու հնարավորին չափ քիչ զոհեր ոստիկանապետը այդ հիպատոսարանի սպանվեց, փոխհիպատոսը ծանր վիրավորվեց, մեր կողմից էլ 2 հոգի, քանի ներսում այս թուրքերի կողմից մի 40 հոգի զինված մարդ կար։ Գործողությունը ինքը տևեց 16 ժամ։ 16 ժամ հետո մենք ըստ ծրագրավորված պլանին մենք հանձնվեցինք ոստիկանության, քանի մենք 12 ժամ ժամկետ տված ենք, որ մեր պայմանները այսինքն կատարեն, դա խաղի օրենքն է։ Հաստարարել էինք ոստիկանությանը, եթե Թուրքսենբոյով մեկ հարձակում լինի, մենք պատրաստ էինք հիպատոսարանը բայթեցնել 60 բանտների հետ միասին։ Մենք էլ մեջը չէինք մտածում այդ մահվան մասին։ Մահը ինչ էր։ Թատավորը ինքը առաջի իրեն խոսք են, որ ուզում էր բացել թատավարությունը, ինքը բոլորից վայելել տերորիստ բարը չարտասանվի։ Դա արդեն մեզ համար կարելի ասել հաղթանակ էր։ Ասես կամ մեղադրյալներ գասեք կամ անունով թիմեք։ Տերորիստ բարը չի գա։ Աշխարհը եւ Թուրքիան ալ հետը լալով հասկացան, որ հայը չի լրելու։ Երբ դա բանջելու է, երբ դա Թուրքին վնասելու է, մինչև որ իր իրավունքին հասնի։ Այսօրվա Թուրքը ժառանգն է նախկին Թուրքին, որը թեր քրավեր է մեր հայրենիքը։ Ժողովուրդին ինչ որ մեր արարքներով պատկան հաղորդենք, որ ամեն մեկի իր ձևով պայքարի։ Այսօր ամեն մեկ հայ բարտավոր է իր ասպարեզում զինվոր լինի։ Զինվորը իմ համար զինվորական շոր հագնողը չէ, մինակ զենքը չէ։ Ամեն ինչը զենք պետք է օգտագործենք մեր թաթի համար։ 24 ասում ենք 100-ամյակի մասին են խոսում, ես ամաչում եմ արդեն։ Ժողովուրդը պետք է ամաչի, 100 տարի անցավ ու դեռ դեղ քայլի մեջ ենք։ Արտակ Հովհաննիսյան, Հակոբ Գոլյան, Հմայակ Խաչատրյան, Իրաքնորյա հորիզոն։ 1991 թվականից սկսած, երբ ստեղծվել է Հայաստանի անկախ պետությունը, ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես ազգային խնդիրների լուծման բանալիները գտնվում են այստեղ, աշխարհի բոլոր հայերի հայրենիքում, մի երկրում, որտեղ կա հայկական բանակ եւ հայկական պետական դիվանագիտություն։ Դա ի դեպ հասկացել է